հասակակների մասին խոսեցինք, նպատակը ժամկետներն է, դա միջազգային այցելություն, բայց բոլորս էլ գիտենք, դրանք տարիների, ամիսների վատությունը նվազանում։ Կարող եմ ձեզ ասել։ Բանտում է եւ այդ բանտակման օրերը, որը նվազագույն առումով պատկերացում ունենք, ինչքան է լինելու։ Քաղաքական հետապնդման պայմաններում, երբ հաշվեհարդարի խոստումները տրվում են գործադիր իշխանության ղեկավարի կողմից եւ անշեղորեն կատարվում են գործնականում, կանխատեսում անել հնարավոր չէ։ Երբ մենք խոսում ենք իրավունքից դուրս գործընթացի մասին, երբ մենք խոսում ենք, որ անձը մայր աթոռը պաշտպանելու համար հիմա գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, իսկ մինչ այդ էլ գտնվում էր Արմավիր քրեակատարողական հիմնարկում, մենք իրավունքի կանխատեսում չենք կարող անել։ Մենք մի բան կարող ենք պարզապես խոստանալ, որ այդ ամենը ի վերջո իրավական տվյալներ են եւ ոչ միտեղ չեն կարող կորել։ Այնպես խոսում ենք, չէ՞ որ տեսանյութը զննվում է, չերկիզվող պահարանը եւ այլ, այս ամենը հանրության աչքի առջև է կատարվում։ Ի վերջո մենք խոսում ենք ակնհայտ անմեղ անձի նկատմամբ, սա իրավական կատեգորիա է, քրեական հետապնդման մասին։ Մենք խոսում ենք ակնհայտ անհիմն կալանավորման մասին։ Այս ամենը ի վերջո վաղ թե ուշ իր իրավական հետևանքները ենթադրելու է։ Բայց ինչը կարող ենք խոստանալ, որ իմ գործընկերների հետ միասին որևէ մի գործիքակազմ չկա, որը չի իրացվել։ Եվ այդ իմաստով համոզված եղեք, իրավունքը ի վերջո գերակայելու է։ Մենք ավելի արտառոց դեպքեր էլ գիտենք, որտեղ քաղաքական հետապնդման գործիքակազմը մաքսիմալ իրացվել է, բայց ի վերջո ճաք տվել է։ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկն է ասում եմ մենք մեր ձեռով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձեռով կմիջամտեմ ստահալ, ավելի ճիշտ ձեզ։ Այ մենք քննարկում ենք, թե ինչ նկատի ունի Սամվել Կարապետյանի երբ ասում էր մեր ձեռով միջամտել։ Իդեպ միջամտել բառը չի ասել։ Ասել է մասնակցել։ Քեզ է ծխոսղարության կանդրադառնակ էլի, որովհետև ինչ դերակատարում ունեցավ Փաշինյանը։ Դուք Նիկոլ Փաշինյանի այս գրառումը մենք մեր ձևով միջամտել ինչպես եք ընկալել, սա արվել է հունիսի 17-ին, այն նույն օրը երբ Սամվել Կարապետյանը գրել է հաստատություն եւ նրա նկատմամբ սկսվել է հետապնդում։ Այս համատեքստում այս միջամտելը դուք ինչպես եք գնահատել եւ արդյոք սա պետք է արժանանար իրավական գնահատականի, եթե Սամվել Կարապետյանի միջամտելը այսպես ասած արժանացել է։ Եկեք առաջին անկեղծ լինենք, որ իսկապես այն միջամտելու խոստումը տրվել էր գործադիր իշխանության կողմից, Սամվել Կարապետյանի կողմից մասնակցելու խոստումներ տրվել, այն էլ պայմանով, եթե քաղաքական գործիչների մոտ չի ստացվում։ Իդեպ ոչ թե քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական իրավունքների ամբողջ համալիրի չիրացման դեպքում, այլ քաղաքական գործիչների մոտ չստացվելու դեպքում։ Քաղաքական գործիչների մոտ չստացվելու իրավիճակները բոլորս պատկերացնում ենք։ Մենք միայն Հայաստանի Հանրապետությունում վերջին 7 տարիների ընթացքում տեսել ենք նաև ոչ քաղաքական գործիչների կողմից հանրային հավաքներ, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների իրացման բազմաթիվ դեպքեր։ Դրանով կարելի ասել իրավունքների իրացման դեպքեր բազմաթիվ տեսել ենք։ Համել կրկին հիշենք կոնտեքստը։ Իդեպ շատ հաճախ են դա ասում, չէ՞, վերջին շրջանում կոնտեքստի մասին խոսենք։ Այս գործով կոնտեքստը մայր աթոռի մասին է։ Սամվել Կարապետյանի խոսքը ինչին է վերաբերում։ Այդ 1 րոպե 30 վայրկյան տեսանյութը վերաբերում է եկեղեցու, վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսին, վեհափառ հայրապետին, վերաբերում է եկեղեցուն պաշտպանելուն։ Քանի որ գալիս է նաև պատմական ակունքներից, Սամվել Կարապետյանի խոսքը դա է, այս 30 վայրկյանի մեջ այդ մի քանի շեշտադրումն է, կոնտեքստը սա է։ Ինչ վերաբերում է գործադիր իշխանության ղեկավարի խոսքերի կոնտեքստին, ես հիշում եմ, որ երբ խոսվում էր, որ անձանց կներեք արտահայտությանս համար փռելու են ասֆալտին, գործնականում դա տեղի էր ունենում։ Այսինքն իր կողմից կոնտեքստը խոսքի հաճախ առնչվում է իրավապահների գործողությունների հետ։ Հիմա եկեք միասին հասկանանք։ Գործադիր իշխանության ղեկավարը օգտագործում է միջամտել եզրույթը, ասում է, որ իր ձևով է միջամտելու եւ ինչ է տեղի ունենում։ Ժամերի ընթացքում ձերբակալում, մի քանի հաջորդող ժամերի ընթացքում
կալանքի միջնորդություն, այնուհետև կալանավորում, այնուհետև Արմեն Դանիելյան, այնուհետև Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեսակցությունների սահմանափակման ռեժիմով կրկին հիշեցնեմ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մասին ենք խոսում։ Իդեպ եթե այս գործը ըստ էության քննվի դատարանում, պատիժը կարող է լինել տուգանք, բայց Սամվել Կարապետյանը հիմա կալանավորված է։ Եթե սա իրավական աբսուրդը չէ եւ ընդգծված քաղաքական հետապնդում չէ, ապա եկեք փորձենք հասկանալ որոնք են քաղաքական հետապնդման դեպքերը եւ իրավական աբսուրդի դեպքերը, որտեղ առանց կոչի համար կալանավորվել, քրեական հետապնդման ենթարկվել։ Իդեպ արդեն եթե չեմ սխալվում, նույնիսկ կարող ենք ասել 10 օրից ավելի ժամկետ է ինչ ընթանում է այս քննությունը, չէ՞։ Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քննությունը։ Մեր կողմից ներկայացվել էր գրություն քննիչին, հասկանալու համար ինչ ջանասիրություն է ապահովում, ինչ գործողություններ են կատարվում։ Բովանդակային որևէ պատասխան չստացանք։ Կարող եմ պնդել, կարող եմ արդյոք պնդել, որ իրականում ոչ մի գործողություն էլ չի կատարվում։ Պարզապես պետք է Սամվել Կարապետյանին կալանավորել, որպեսզի հեծի նկատմամբ միջամտությունը կատարել։ Կարող եմ այս պնդումը կատարել։ Կարող եմ ասել, որ այս պնդումը բխում է 2025 թվականի հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ տրված խոստումից։ Կարող եմ նման պնդում անել։ Կարծում եմ կարող եմ։ Այս պնդմանը հակադարձող տվյալը ո՞րն է։ Փաշինյանի հանրայնացած նամակը, որ ինքը ավելի վաղ է ցույց տվել հեծով զբաղվել։ 25-ից մայիսի, Մայիսի 25-ից։ այո։ Այսինքն ավելի վաղ էր տրվել ցուցում հակասահմանադրական գործողություններ կատարելու։ Հեծը տեղյակ է եղել հենց ինչ է սպասում, դրա Հասկանում եմ, այսինքն հեծի վերաբերյալ գործողությունների խոստում է տվել, որը ընդհանրապես օրենքի եւ սահմանադրականության հետ կապ չունի, բայց իրավական պաշտպանվածության մեխանիզմները, կարծում եմ դուք նաև մամուլով տեղեկացաք դրա մասին, միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները, այդ թվում արբիտրաժային մեխանիզմները, այդ պայմաններում Սամվել Կարապետյանի մոտ ինչ մտահոգություն պետք է առաջացած լինի։ Այսինքն լավ, գոնե եկեք այսպես նայենք, հա, հարցին։ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ արտահայտություն չի կատարվել եկեղեցու մասին, որևէ միջամտություն տեղի չի ունեցել, մենք բոլորս չենք տեսել ինչպես են հարյուրավոր իրավապահները մուտք գործում վեհարան, բայց չգիտես ինչի Սամվել Կարապետյանը հեծի համար անհանգիստ լինելով հայտարարություն է անում։ Գիտեք, ամեն ինչի շուրջ մենք միշտ կարող ենք նայել աբսուրդի կանխավարկածով։ Կարող ենք։ Իդեպ վերջին տարիների ընթացքում դա էլ որոշակի մարտավարություն է, ես հասկանում եմ դա։ Քաղաքական իշխանությունների կողմից դա հաճախ է կատարվում։ Այսինքն ամեն ինչի վերաբերյալ փորձել մի հատ աբսուրդային հակափաստարկ բերել եւ համառորեն դրան հավատալու փորձեր կատարել։ Բայց եկեք իրար հետ մենք կարող ենք այդ պարզ վարժությունը կատարել։ Մայր աթոռի նկատմամբ միջամտություն է տեղի ունենում, որը Մայր աթոռին ամենախոշոր բարերարների կողմից խիստ քննադատության է արժանանում։ Եվ դրա համար պետք է քրեական հետապնդում լինի։ Ես կասեմ հակառակը։ Իրենց պետք էր ամեն կերպ Սամվել Կարապետյանին մեկուսացնել, այ որպեսի հեծի հետ կապված կատարեն են գործողությունները, որոնք կատարում են, բայց այդ մասով էլ եմ ուզում մի բան ասել։ Ես մեծ հույս ունեմ, որ իսկապես այդ պատասխանատվությունը իրենց գործողությունների քաղաքական պատասխանատուները գիտակցում են։ Ես տեսա, որ նախագիծը ներկայացնում էր Վլադիմիր Վարդանյանը, մասնագիտությամբ իրավաբան, գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի ոլորտում առավել քան մասնագիտացած։ Ես վստահ եմ, պարոն Վարդանյանը շատ լավ գիտակցում է այս գործողությունների արդյունքում, եթե ի վերջո այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, ձեռնպահ չմնան այդ իրավունքի միջամտությունից, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատվության ենթարկվել։